Partiyocı. Nasıl kaz partiyocı. Լավ երգ կա, գիտես, որ միասին երգենք այդ երգը, հռչակենք, ու մենք հավատում ենք, և մենք հավատքը նորոգենք։ Ես հավատում եմ դաշտերի, տեսնում եմ զորություն, սիրում եմ քեզ միակ Աստված, քեզ նոր եմ բերված, տեսնում եմ Քրիստոսի ուղին, հրաշքներով լեցված, Ես հավատում եմ հրաշքների և հավատում Ես հավատում եմ հրաշքների տեսնում եմ զորություն սիրում եմ քեզ միակ Աստված քեզ ով եմ բժշկված տեսնում եմ Քրիստոսի ուղին հրաշքներով լեցված Ես հավատում եմ հրաշքների և հավատում Ով է մեր Աստվածը, սիրելիներ։ Ով է մեր Աստվածը։ Հիսուսը։ Որտե գիտեր ուրիշ անուն տվեցին։ Կոչ բարձրացեք ով է մեր Աստվածը, հալելույա, ով է մեր Աստվածը։ Հիսուս Քրիստոս Սեմին 10 ժամանակ ունտանի 10 Բարդ Հիսուսին ես հավատում եմ, որ Աստված կոկրակում հրաշներ անում Հրաշներ անում Բարդ Հիսուսին Թող Սուրբ Հոգին քեզ է փառաբանություն կանում, փառաբանես Աստված Եվ ես վստահ եմ, որ Որ Սաղմոսն ասում նոր երգ երգեք Տիրոջ և նոր երգը Տերը կտա Նոր երգը կտա և նոր երգով կուրախանաս ու կցնծաս և ինչպես Դավիթն էր փառաբանում Աստծուն և Դավիթն էր Սաղմոսում դա քո սեփական կլինի գիտես Սուրբ Հոգուց տրված և ինչքան կուրախանաս որ Աստված քեզ վստահում է որ դու փառաբանես Իրան սա մեծ պատիվ է փառաբանել Աստծուն Մենք հավատված ենք այստեղ Տիրոջ անունով Հիսուս Քրիստոսի անունով և մենք հավատված ենք այստեղ նրա թագավորության շահի համար ես գիտեք ես ճիշտ ասած չեմ սիրում Հիսուսի մասին կամ Տիրոջ մասին խոսել եւ խոսել եմ երկրավոր ժամանակավոր մարմնավոր կյանքի ծրագրերի եւ խորհուրդների մասին ես միշտ վերջի ժամանակներում նրանց սիրում եմ խոսել Տիրոջ ծրագրերի մասին եթե չկա հոգուց խոսալու բան ես գերադասում եմ լռել կահույքի, բետոնի, ցեմենտի, տուն, սյուն, ճիշտ ասած դրանք արդեն իմ համար գոյություն չունեցող թեմաներ են և ես մտածում եմ, որ մենք չպետք է ծանրաբեռնենք։ Ես իմ համար եմ ասում, դուք գիտեք, սիրներ, դուք կարող ծանրաբեռնեք դեր էլիտար շենքերում տներ ունենալ, Վահագնի թաղամասում հողեր ունենալ, պալատներ ունենալ, արդյոք չէ։ Ես այդտեղ չկամ։ Ես վստահում եմ, որ
Ստեղ մարդիկ կան, որոնք են մի 5 հոգի, որոնք որ իսկապես հավատում են, որ մենք հավատում ենք, որ մենք երկնքի արքայության գործի համար։ Ես ուզում եմ այսօր խոսեմ մի հատ շատ կարևոր թեմայի մասին։ Մեր հոգևոր կյանքի հիմքը։ Սրանք կարևոր բաներ էին, եւ ես ուզում եմ ասել, որ շատ անգամ մեր կյանքում մեր երանացներս դե չկա։ Եվ երանելի բառը, ճիշտ ասած, ինձ Սուրբ Հոգին, երբ որ առաջին անգամ խոսում էի այս թեման, այս շաբաթ ագարակում, Սուրբ Հոգին ասեց, բնագրում ուրիշ խոսք է գրած, երանելի չի գրած։ Երանելի հայերն են գրել։ Հայերը սիրում են ասեն երրեք քո տիրոջը։ Երանի քեզ բառը սիրում են հայերը։ Եվ հարմարության մեջ արվայր ինչա գրած անգլերենում blessed օրհնված ուրեմն օրհնվածը հոգով աղքատը հայերում գրած է երանի հոգով աղքատն գիտես ես բան չունեմ ասելու բայց թարգմանություններ կան որոնք որ մեզ ավելի մոտիկացնում են բնագրին եւ երեք դպրոցում ասում էի ժողովուրդ գիտեք այս երանելի բառը չի իրական բառը մեկ էլ արավ երբ ասեց հա ասեց անգլերենում գրած է օրհնված ռուսերենում գրած է բլաժեն եւ հայերենում գրած է երանելի գիտես sense հայերենի երանելին ոնց որ sense ավելի մեզ գիտես ինչա ուզում ասի որ երանելի ես դու ես ասեմ ավելի նախանձելի ես դու այսինքն քեզ կարելի է նախանձել իսկ ես կասեմ ավելի օրհնված ես դու եւ Տիրոջ շնորհքը քո վրա է Տիրոջ շնորհքը քո վրա է Ես ինչի համար որտեղ սրանք կարևոր են քո հոգևոր կյանքի հաջողության համար Երանելի ես, եթե դու այսպես ես գնում, դու օրհնված ես Հասկանում ես Դու օրհնված ես Օրհնությունները քո հետևից գալիս են, որտեղ դու Տիրոջ սրտի համեմատ ես Ես կասեմ ավելի Դու Տիրոջը հաճելի ես Աստված քեզ հավանում է Աստված քեզ հետ համագործակցելու է Դու Տիրոջ սրտի համեմատ ես Երանելը դեսը դա բան չի բանաստեղծական ժանր չի Եվ Հիսուսը չբարձրացավ լեռան վրա Ես հեսա մի հատ քաուս կտամ Երանի ձեզ, Երանի բացեցի չոր մի հատ մեզ կծեցեցի չոր մի հատ ծեցի չոր անասկանի հոգևիշակի մեջ ես Գնացեք մտածեք Մտածելու բան չկա Սա երանելի վիճակ, սա եկեղեցու ներքին վիճակը պիտի լինի Սա եկեղեցու հոգևիճակը պիտի Սուրբ Հոգին եկել է որ մեզ տանի այս Աշխարհը երանի է տալիս ով որ տուն ունի, հող ունի, բերք ունի, ծառ ունի, ավտո ունի, սամալոտ ունի, երանի Ես էլ ասում եմ ոչ երանի Սիրելի քույրս ու եղբայրս, ես քեզ մի հատ բան ասեմ Ավելի երանելի ես դու ոչ թե որ ծանոթ ես նրանց հետ ովքեր որ Տիրոջով հարստացել են Ավելի երանելի ես եթե ճանաչում ես նրան որ հարստացրել է Ամեն Եվ դու երբեք չես մտածի ոչ մեկի ունեցվածի եւ կարողության մասին ով ինչ ունի դու կմտածես որ Աստված քեզ կարա ամեն կողմանը օրհնի եւ մնացած բանը դա հետևանք է գիտեք ստեղ շատ խորը բաներ կա գրած ես չեմ ուզում շատ նախաբանին տրվեմ բայց ես խորհուրդ եմ տալիս որ դուք հետևեք գրանցելով ձեր մոտ դուք ուրիշ Եվ ժողովուրդները տեսնելով վեր ելավ սարը երբ ինքը նստեց նրա աշակերտները եկան նրանց սովորեցնում էր եւ ասում աշակերտները եկան ու սովորեցնում ասում ով է երանելին մինչև հիմա ում եք երանը տվել բայց ով է պետք երանելի տալ 4 իրականություն ունեցողին թե նույն թաղամասում շքեղ առանձնատուն ունեցողին ես մտածում եմ Լավ մեքենա ունեցա։
Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Այս այն բաներին է Երանը տալի, որ մենք երբեք չենք մտածի, որ Երանի կտա։ Այս այն մարդկանցն է ասում, որ օրհնված եք դուք, որ մենք երբեք չենք ասի, որ օրհնված եք դու։ Ես, ինչ լավ բաներ եք օրհնվել։ Մենք տարիներ առաջ անցել ենք մի բան, որ օրհնությունը դա նյութ չի, օրհնությունը դա Տիրոջ հետ մեր հաշտությունը, ամեն, նրանից բխող հետևանքները։ Նրանցն է երկնքի թագավորությունը, իսկ երկնքի թագավորությունը այն չի, որ մենք պետքա հեսա գնանք, երկինք եւ ընդերել մեզ տեղ գտանք։ Նրանցն է երկնքի թագավորությունը, նրանցն է երկնքի թագավորության ամեն ժառանգությունները։ Երանի հոգով աղքատներին, սիրելի քույրեր եղբայրներ, նրանց Երանի ովքեր որ իրենց իմաստուն չեն կարծում։ Առակազգիրքն ասում է, ինքս ինքն իմաստուն կարծող տեսար, հիմարից ավելի օգուտ է քան նրանից։ Գիտես, Հիսուսը իր աղոթքի մեջ ասեց, շնորհակալ եմ Հայր, որ իմաստուններից պահեցիր եւ տղոցը հայտնեցիր։ Պողոս առաքյալն ասում է, Աստված աշխարհի տգետներին ու ամուսուններին ընտրեց, որպեսզի իմաստունների իմաստությունը հիմարացնի, որոնք իրանց հոգին գցել են տարբեր գիտություններով, լցված են, շատ կրթված, շատ գիտություն, երբ որ խոսում ես Աստծո մասին, ասում են, ոնց կլինի դες բան։ Բայց հավատում են, ասենք միլիոն տարի քարի վրա ջուր է եկել, այդ ջուրը մարդադառն է։ Հավատում են, ասենք, այնպիսի բաների, որ անհավատալ են, դա պետք է մի բան վստահել, ասենք են հավատում են։ Հավատում են ամեն ինչին։ Հավատում են, որ ամեն ինչ կարող է սկիզբ լինել մարդկության, բնության տեսակին, բայց ոչ արարչին, որ կարող էր արարել, որ ավելի խելքին մոտիկ է։ Եթե դու իհարկե Աստծո չես հանդիպում, որտեղ չկա արարված առանց արարողի, չկա ստեղծված առանց ստեղծողի։ Այս անշունչ աթոռներն են, որ նայում ես, ասում ես, որտեղ են արտադրել։ Սպասեք, Չինաստանում։ Չէ, դա ո՞նց դեպի արտադրել։ Չինաստանում ով է արտադրել։ Այս ուժը մարդիկ են սենց աչքեր։ Այսինքն չինացիները սենց չեն նստում անձրևի տակ երկաթը դնում, սպասում, որ հեսա կամաց աթոռ կդառնան, կուղարկենք Հայաստան։ Հավատացյալները կնստեն վրա կպաշտենացնեն։ Ստեղծել են, արարել են, աշխատել են, եւ մենք հավատում ենք, որ Աստված է մեզ արարել։ Երանի հոգով աղքատների նրան, ովքեր որ իրենց ներսը լցնում են աստվածային իմաստությամբ եւ այս կյանքը ապրելու համար ոչ թե աշխարհային գիտություն եւ աշխարհային երկրավոր ժամանակավոր իմաստություն են ընտրում, այլ վերին իմաստությունն են ուզում, որ հեզա հլույա եւ խավարար եւ դիվային ոչ մի բան չկա։ Վերին իմաստությունը, սիրելի քույրեր, մենք այն բանում չենք, այն առաջի տարի քարե բանում չենք, մենք գիտենք մեզ պահելու տարբեր ձևեր, որտեղ ոնց, ում հետ ոնց, գիտես, բայց շատ քիչերն են առավոտյան վեր կենում, ասում են Տեր ինձ իմաստություն տուր, ես ուզում եմ իմաստությամբ վարվել դրսինների եւ ներսինների հետ, ես ուզում եմ իմաստությամբ վարվել իմ երեխաների, իմ ընտանիքի անդամների հետ, իմ հարևանների հետ, իմ աշխատակից ընկերների հետ, իմ շենքի, իմ հարևան, իմ շրջապատի մեջ ամեն մարդու հետ ես ուզում եմ Տերի իմաստությամբ, մինչև Հիսուսը Սուրբ Հոգով չլցվեց եւ չեկա Սուրբ Հոգին իր վրա, ինքը չգնաց մարդկանց մեջ, որովհետեւ գնար մարդկանց մեջ ինչ խոսեր, ինչ լավ տաբուրետ կայա սարքել այսօր։ Մենք կարանք իրար հանդիպենք, ասենք, պատը ներկեցի իմացար, բուրգի թխեցի իմացար, զատիկին քանի գույնից ու ներկեցիր, մենք մի 7 գույնի ներկել էինք։ Կարակս բաներ խոսան, բայց Հիսուսը մտածում էր, որ ինքը պիտի հանդիպի երկրի վրա ամեն մի մարդու եւ ասի այն արքայության մասին, որ արդեն եկել է, ասեց գնացեք, ասեք, որ երկնքի արքայությունը եկել է, եւ դա ուտելիք ու խմելիք չի։ Եվ չեն ասի այստեղից կամ այնտեղից երկնքի արքայությունը ձեր սրտի մեջ է։ Ոնց եկավ երկնքի արքայությունը մեր սրտի մեջ, սիրելիներս։ Ոնց եկավ։ Մասնակցեք, մասնակցեք, բան չեք եկել, ուր համերի դասընթաց չի։ Մասնակցեք, ոնց եկավ երկնքի արքայությունը, ոնց եկավ, հա։
Ոնց եկա, երբ որ Աստվածաշունչ առավ, չէ՞։ Հա՞։ Երբ որ վերստին ծնվեցինք, երբ որ Սուրբ Հոգին եկավ մեր մեջ, երբ առաջի անգամ առաքյալները զգացին երկնքի արքայության զորությունը, Պենտեկոստել Սուրբ Հոգին իջավ եւ իրանք սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, կրակի լեզուներով։ Հա՞։ Ինչ էին ասում։ The Lord and Jesus and the prayer. Կան չէ՞ որ տգետներ որ ծաղում են լեզուների աղոթում։ Տգետներ, բառը ասում տգետներ։ Գիտության պակասություն ունեցողներ։ Տուփոյներ։ Ալելույա։ Հոգով աղոթել լավ է թե չէ։ Հալելույա։ Ասում Աստծո արքայությունը ֆիզիկական կյանքի ձեր սпасած, ձեր երազած բաների հետ կապ չունի։ Եվ հավաքվել էին 5000-ից ավելի այդ մարդիկ։ Կերան խմեցին, հետո էր Հիսուսին որոնում էին, որ էլի կերցնի խմսնի։ Սելի քույրեր եղբայրներ։ Ինչ եք ուզում դուք ունենաք այս ժամանակավոր կյանքում, Տիրոջը դա չի հետաքրքրում։ Ուզում ա որ երկնքի արքայությունն ու արդարությունը փնտրեք։ Ուզում ա որ հոգով աղքատ լինեք, այսինքն որոնեք այն, ինչ որ Սուրբ Հոգին ուզում ա փոխանցի ձեզ, որպեսզի Աստծո թագավորության համար դուք շահավետ լինեք, որ ինքը պահի ձեզ, որտեղ ասես երկնքի արքայությունը նման է մի մարդու, որ ծով ու կանակություն եւ շատ զույգ ա բռնում եւ շահավորներին հավաքում է կամանների մեջ, անշարժ գցում է ջուրը, գցում է մեծանա, հետո նույնիսկ բռնում է, մտածում է ինչ եկի, ուխա թե խաշլավա։ Աստծո արքայությունը ուտելիք խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն, ուրախություն, Սուրբ Հոգով։ Ուրախ լինել նորմալ է։ Ամեն։ Ամեն։ Ուրախ եղեք։ Դարձյալ ձեզ ասում եմ ուրախ եղեք։ Հա։ Մի ծիծաղի։ Ուրախությունը ցետ է։ Ուրախությունը ծիծաղի հետ կապ չունի, սիրելի քույրեր։ Ուրախությունը էս է։ Հոգևոր ուրախությունը էս է։ Էսի մարմնավոր ուրախությունն է։ Հոգով ծաղկվեք, հոգով պարեք։ Հոգով ֆարշան եղբայր։ Կարաս քո ուրախությունը թաքցնես։ Այդ ուրախությունը բանը որ դու չես կարող թաքցնես, ամեն։ Ուրախությունը արտահայտվում է։ Իսկ կարանք անդադար նյութական բաներով ուրախ լինեն, կարանք։ Հա՞։ Ժամանակավոր է։ Մեքենան նստում ես, նմանագետին նորա, խոտ տալ հայրեն ոնց են ասում։ Խոդի ես տալի։ Ինչ են անում։ Թողարկում։ Ենթարկում ես մեքենան թողարկման, ու մեքենա աթորը առաջ է գնում։ Նախ ես մեքենաս նստել եմ խոդատալ աթորն է ուզում առաջ, ասում եմ խոդու աթորը իդեալ տանում ա քեզ գազի մոտ։ Հետո տանես հետո համես հետը հետատանում դուրը բացում ես, աթորով ես ու շպրտում դուս։ Հետը տենց է, մի նոր բան խաղալիք, չէ՞ դե մենք բոլորս ենք մեծ խաղալիքներ այն ինչ կա։ Բացում ենք, մատորն ենք, նայում, յուղն ենք նայում, այն որ միակ վատ մեքենա ես նեցել, մեքենան անդադ ուզում ես ինձ յուղոտվես։ Բայց անդադ բացես, տենաս, ասենք ընդեղ շոն մի բան պարկասա, չէ՞։ Բայց ամեն ինչ տեղն է, չէ՞։ Բայց խաղալու բաներ կա, ընդեղ տարբեր բաներ կա, չէ՞, խաղալու։ Որ գնում ես ընկերոջդ մեքենա ես նստում ընդեղ, բայց մի քիչ բզբզում ես հավեսը կանցնում է, ճիշտ է։ Այդպես է թե չէ։ Աշխարհը դու 4 սարգանի, 6 սարգանի, դու ասում ես 4, 6, մի հարգանի էլ լավ է, չէ՞։ Ամեն ինչ այս կյանքում ոգնացնում է, այդպես չի։ Զանզրացնում է։ Գիտես Սողոմոն ասեց ունայնության, այս դասը սովորել։ Ամեն բան ունայնության, ուզում ես ինչ ուզում ես։ Ունայնության, բայց մեզ համար մի հատ կարևոր բան կա։ Մենք ուզում ենք որպեսզի Աստծո արքայությունը մեզ համար դառնա իրականություն։ Աստծո արքայության մեջ կա զորություն, Աստծո արքայության մեջ կա իշխանություն, Աստծո արքայության մեջ կյանք կա, սեր կա, Հիսուս կա,
Ամեն։ Աստծո արքայության մեջ սահմանափակում չկա։ Ասում է Երանի հոգով աղքատներին, որ նրանցն Աստծո արքայությունը։ Ոչ թե նյութական բաները, այլ Աստծո արքայության կարևոր խորհուրդները, որ միայն Սուրբ Հոգին կարող է քեզ փոխանցի։ Մնացած բաները քեզ կտրվի, եթե դու ուզում ես Աստծո թագավորության սպառազինությունը գա, սատանայի եւ ամեն խավար ուժերի վրա իշխանություն, նրա ծրագրերը խափանելու, դիվայի, անտեսանելի, հոգևոր աշխարհի վրա Աստված քեզ զորություն է տալիս, իշխանություն է տալիս, ամեն կապելու սատանայի գործերը։ Երևի նրանց, ովքեր հոգով աղքատ են եւ որոնում են, որ մի հոգու փրկության պատճառ դառնան եւ ոնց դառնան, եւ փնտրում են Սուրբ Հոգու զորությունը, որ երբ խոսեն Սուրբ Հոգին գնա կպնի սրտին եւ այս մարդը վերստին ծնվի, այս սա է հոգով աղքատ մարդու որոնումը, ոչ թե հարմար նստելու տեղ, այլ հարմար ծնկելու տեղ, ոչ թե հարմար ուտելիք, այլ ծնապահություն, որ Տիրոջ զորություն ավելանա, ոչ թե փող ծախսելու համար, այլ սեր Աստծո թագավորության մեջ ցանելու համար։ Եվ իրան չի հետաքրքրում այս աշխարհի նյութական բաները։ Իսկ մնացած բաները Տերը տալիս է, իսկ ոչ չի տալիս, ուրեմն դու Աստծո թագավորության համար երբեք էլ հետաքրքիր չես եղել։ Մարդը ավելի է խորանում եւ ասում է, ոչ թե այս աշխարհում կարող եմ ապրել երկրավոր ժամանակավոր իմաստությամբ, այլ նրա հոգու իմաստությամբ։ Ամեն։ Մեղքից հեռու ապրել, խավարի եւ սատանայի իշխանությունից հեռու ապրել, նրա ամեն տեսակի բերած փուլ ստերը մերժելը ու հավատալը Հիսուսին։ Ամեն օր Աստծո արքայությունը խնդրող եւ որոնց նա երկնքի արքայությունը, նրանք գիտես ինչ են անում, բացում են 42-րդ Սաղմոսը, ինչպես որ եւ ջրում փափագում է ջրերի առուներին, այնպես է իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Փափագ կա հոգով աղքատ։ Երանի քեզ, որտեղ դու օրհնված ես, երանի քեզ, որ հոգով աղքատ ես, եւ ամեն օր, ինչպես եւ ջրում կարիք ունես, գաս Տիրոջ առաջ, որ Սուրբ Հոգին քեզ տանի նրա ներկայության մեջ։ Ամեն օր կարդում ես։ Աստված, անգիր գիտեմ, որը կարդամ։ Մատթեոսը թե Հովհաննեսը, հովանավոր կարդարը անգիր գիտեմ։ Սիրներ, ես չեմ հավատում անգիր ավետարան իմացողներին։ Ես չեմ հավատում, ես չեմ հավատում։ Այն որ մեկ-մեկ սենց արտահայտություն, բայց Եհովայի վրկոնները անգիր գիտեն Աստվածաշունչը։ Եթե Եհովայի վկան քեզի համոզել է, որ ինքը անգիր ավետարան գիտի, այն ինչ խոսեմ։ Խոսել բան չկա։ Որտեղ դու ոնց կարաս մեկը, որ ավետարան չգիտի, ասես անգիր գիտի։ Ուրեմն դու չգիտես ավետարան։ Ին վրա ոչ մեկ անգիր իմացող ավետարան իմացող մարդ տպավորություն չի ստեղծել։ Ինձ համար ամենատպավորություն ստեղծողն են այդ որ գալիս ասում է, «Ես մի ասենց հարց կա, ես մի բան կա, ես համար կա, գիտես ես աղոթել եմ, գիտես Տիրոջ հետ հանդիպել եմ, գիտես Տիրոջ հետ հանդիպած մարդը, ասենք ես երեք իմ համար Աստծուց առել եմ նոր երգ, չէ, ում հանդիպել եմ, էդ եմ պատմել»։ Հավատա՞ք։ Ես ինչ եղավ, որովհետև դա ինձ համար օրհնություն է։ Անձամբ Սուրբ Հոգին վերևից մի հատ երգ եւ որ գնամ վերև։ Այս երկը նա չեն երկելու։ Ես ինչ եղավ, որովհետև դա հենց որ չկա, դե ամեն օր անում բան։ Այդ հենց որը մեզ ա պետք։ Հենց որ սկսում եմ, հենց որ փնտրում եմ, հենց որ իր ներկայությունը գալիս է։ Եվ իմ համար ամեն անկարելի բաները կարելի է դառնալ։ Եվ ես հասկանում եմ, որ ես սահմանափակված չեմ։ Եթե տուն չունեմ, ես դժբախտ չեմ, եթե փող չունեմ, ես դժբախտ չեմ, եթե շատ բաներ չունեմ, որոնց համար այս աշխարհի մարդիկ երանելի են, ես օրհնված եմ, որովհետև ես ամեն օր ասում եմ, ինչպես որ երջերում
Ես իշխան եմ փող ունենամ, ես իշխան եմ ունենամ ամեն ինչ, ներքն ասում եմ, Տեր, եթե դու ներկա չես, այս ամենը ախ, բայց այս ամենը քո ոտերի տակ դնելը, դա երանություն է, փառք ես Տեր Աստված։ Ես գիտեմ, որ եղբայրների ու քույրերի մեջ մեծ տարբերություն կա։ Իրականում դուք նայել եք ու գիտես։ Ամեն։ Չի երևում, որ նայել եք։ Նայել եք, նամակ քույրերը նայել եք։ Չեք ուզեցել զեցեք այդ բանը, թե։ Ախ, հովիվ քույրեր, նա ձեր բացեք։ Լսեք, Տերը օգնի ձեզ։ Ամեն հովիվ։ Դուք Աստծո թագավորության համար ամեն զարթ եք։ Ես զարմանում եմ, քույրեր ուզում եմ հովիվ դառնալ։ Ես հավատում եմ Աստված ամեն մեկից մի յուրահատուկ ուղղություն է տալու։ Երանի հոգով աղքատներին, սիրելի քույրես ու եղբայրս, երանի քեզ որ վեր ես կենում, ասում ես ես ուզում եմ այսօր երանի լինեմ։ Ես այսօր ուզում եմ ասեմ, որ երեկվանը այսօր ինձ չի բավարարում։ Ես երեք ինչ իմացա, ես երեք ինչ սովորեցի, ես այսօր ուզում եմ նոր բաներ սովորել։ Ես փնտրում եմ քո երեսը, ու դու սիրում ես ինձ, դու հավանում ես ինձ։ Եվ ես այսօր եմ եկել քեզ։ Անցած Կիրակի եկել եք, ես Կիրակի եկել։ Չեք դնում մարդիկ կան, որ աշխատանքի բերումով չեմ ասում սիրել, ես ինչ ասում եմ, տակը մի բան մի մանեք եք, պատահական է ստացվում, միջայինը, այդ միջայինը բյուտան ճայելը, ուզում ասեմ բանի կա, որ ես հատուկ մտածած չեմ ասում, ուզում ասեմ բարու չեմ մի շապատ գեզես մի շապատ դիգարել ինչ ես ասում, բայց ասում եմ, որ ինձ ասում են տիրոջ տուն գնամ, ես ուրախանում եմ, որտեղ ես վստահ եմ Տեր այսօր կենդանի ջուր ա տանում, մի կին կա, եկավ Հակոբի ջրորի մոտ, Հիսուսը Տեր նստած էր, ես ուզում եմ ջուր հանել, ասեց ես մի բաժակ ջուր տու, ասված զարմացավ, որ հրյան իրանից ջուր ա ուզում, Հիսուսը ասեց եթե իմանայր ես ով եմ, դու ինձանից ջուր կուզել, և երբեք չես ծարավի, եթե այն ջուրը ես քեզ տամ, Սուրբ Հոգին որ գա, ձեր մեջից կենդանի ջրի աղբյուրներ պիտի բխի։ Մենք հավատացալ կա մեռելի հոտականի մեջից, ջուր չկա ցամաքեն է, ջուր որ ցամաքում է, ստամոսից հոտակալին է։ Զեք ժող, Տեր ուզում որ մեզանից կյանքի հոտ կա, այդ կյանքի հոտը գայս այդ որ գնում ենք ասում ենք, ոչ մի բան իմ կյանքում, իմ հոգին չի հագեցնի, ոչ մի բան, բայց դու կհագեցնես, ես ուզում եմ լցնել քո ներկայությամբ։ Երանի մենք ամեն առավոտ հասկանանք, որ նրա ջրերը մեզ ավելի կարևոր են, քան այն ամեն ինչ որ մենք իրանից ուզում ենք։ Երանի հոգով աղքատներին, որ նրանցն է երկնքի թագավորությունը։ Երկնքի թագավորությունը իմն է։ Երկնքի թագավորությունը ձերն է։ Բայց եթե դուք հոգով աղքատ չեք, դուք բավարարված եք։ Դուք ինչ-որ նյութական բաներ եք ձեռք բերել, ու այդ ձեզ Տերը պետք չի։ Պետք չի ձեր պետք Տերը։ Մարդկա չի ասում, այլ տղա ջան, ասում ինձ ինչ պետք է ասում, ամեն ինչ ունեմ, այս է։ Մարդը 90 տարեկան ապրում, սկոպից ասում, ոչ մի դժվարություն, բախտություն, ցավ, տանական, ոչ մի բան չեմ ունեցել։ Դուք պատկերացնեք, որ գնա դժոխք ոնց է տանջը գնում։ Այս կյանքը անհոգ, ես անգամ տես մարդիկ տեսել եմ, մի անգամ տեսա սաղ կյանքը գեներալի դիրեկտոր էր աշխատել, պապին, տանել էր դիրեկտոր, ուրեմն ներքևը սպարծիվ կա, վերևը, ուրեմն վերնաշապի ու փող կավ, նստած էր սես դիրեկտորի նման, սես խոսում է, դիրեկտորի ձերը մեջից գալիս էր, ասում ես մարդը չի թարգել դիրեկտորությունից, վերջը դες դսեց Հիսուսի մասին բան, ասեց ոչ մի բան պետք է սաղ կյանքոս գեներալի դիրեկտորը մեղը։ Ուզում էր Հիսուսին հավաստար ասենց ապրել եմ էլի, դիրեկտոր եմ, ու վերջը 84 տարեկան իջավ տենց, մենք գնացինք ինքը դիրեկտոր իջավ այդ փոշտի մոտ էր, իջավ գնաց երևի խանութ երևի ինձ մի քանի բան առավ եք աղտում, իշեք նախնի օրերը, որ գործից գալիս էր մի խոսքով, նույն պատկերից այդ մարդը չկա։ Ասենք Աստված իր հնարավորությունները Հիսուսի տերուկի չընդունել։ Ու այս մարդը չընդունեց։
Ինչի, որտեղ հոգին այնքան աղ կար, լծրած, ինքը բավարարված է կյանքով, կաշառք էր բեկալ է, հասկացար, Սևան իշխան էր կեր է, ասեն դրինան այն վաղտեր են, դա այն վաղկա բանով եմ ասում, սևի գրեն, սևի գծս կսե հաշիրտով, սես նայ է դրե, չեր են կիրե։ Հասկանում եք, դիրեկտորների վիճակը լավ չի։ Բայց Աստված գիտես ու ընդրեց, դե որ ոչ մի բան չեն տեսել, դե որ կյանքում ոչ մի բանի չէին հասել, բայց կային մարդիկ որոնք հասել են, Աստված ասեց արի, էդ չի, են էլ որ իմ ձանով ուզում ես գտնես ու որոնես, էդ էլ չի։ Ինքը գիտի ինչա, եւ ինքը կլցնի քո սիրտը, ամեն Աստծո թագավորության համար շահավետ ապրելու։ Եվ կտեսնես, որ այն ինչ որ դու ուզում ես, այն ինչ որ դու ջանք էիր անում ես, ծախեմ են առնեմ, 200-ից ծախեմ, մի հատ նրանից առնեմ, 5 օրը խառնում իրար ծախեմ, թե 19-ը ծախեմ, թե էսի բերեմ, էնի տալեմ, խալաձենիկը մեծացնեմ, կուճուրացնեմ, էսի սարցնեմ, էնի հալցնեմ, կհասկանաս, որ կյանքը դրա մեջ չի։ Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն, սգավոր, սուքանով, նրանք կմխիթարվեն։ Մարդիկ, որոնք որ Սուրբ Հոգու կարիք ունեն, դուք հասկանում եք, ստեղծած Սուրբ Հոգու մասին է։ Հիսուսը ներկայացնում էր Սուրբ Հոգու, որ պիտի գա աշխարհ եւ մեզ պետք է տանի իրական կյանքի մեջ։ Երանի սգավորներին։ Գիտես, երանի քեզ, որ դու անդադ հասկանում ես, որ դու կարիք ունես հաջողված Աստծո մարդ լինելու, հոգևոր մարդ լինելու։ Գիտես, ես ձեզ հետ խոսում եմ որպես ուսուցիչների, Պողոսի դման չեմ ուզում ասեմ, ես ձեզ հետ խոսում եմ, ասենք ես ձեզ հետ չկարողացա խոսել, ինչքան դժվար է, ես հասկանում եմ, Պողոսը կանգնում էր մի հատ ժողովրդի առաջ, որ սա սպասում են 3 հարգանի տուն, ռեմոնտ արած, ծառաներով, մաշտեն հայաթը կայնած, մահապալն է սարքած, խոզի միսը մշտական գալիս է, գրնում է, հավի միսն է գալի, հավի միսը գալիս է, ոչխարի միսն է գալի, ասենք սենց էլ իվան կյանքի, ու թար քեզ տերս բանի մկան ունեք, չէ, պատկասում եք, հիմա Պողոսը դա մեր մարդկանց, այս մարդիկ աղքատ էին, շատ աղքատ էին, չարչարված, հալածված, հարստահարված, թշնամուց։ Ու Պողոս ուզում ասած բացատրի, որ դուք Աստծո թագավորության համար ընտիր անոթ եք, ուրեմն ոչ մեկի դեմքը իրան լսելու հետ կապված տրամադրություն չունի։ Ու ջղայնացավ Պետրոս, ասում է լսեք, ասում է դուք ժամանակին այլ, բայց ես նայելով ժամանակին տեսնում եմ ստեղ շատերիդ, որ դուք իսկապես Աստծո թագավորության համար պատրաստվում եք օգտագործելու։ Եվ ես ուզում եմ թեման, ճիշտ է մի քիչ դժվար, գիտես որ դահլիճից կա ծառա քաշում է, թեման գնում է, բայց որ չի քաշում, դու պետք է քեզ որպես սովավ ծառա ներկայացնես, որ այդ թեման ոնե ստեղ գա, հետո գնանդ է։ Բայց ես ուզում եմ, որ ոնց որ մի երկունքի մարդ կա, որ այս թեման իրան հետաքրքրում է։ Ասմիկուրը տեկատակ եմ անում բոլոր մարդկանց։ Հալելույա։ Սգավոր, ի՞նչ է սգավորը։ Երբ որ գնում է ուզում է Աստծո թագավորության համար օգտագործի, քթել է 5 հոգի մարդ կա, խոսում է չեն ապաշխարում։ Լսի նայում Պետրոսը 3000-ի խոսեց 3000 մարդ սիրտը տվեց Հիսուսին։ Այս վերջի անգամ քանի 1000 մարդ է քեզանով ապաշխարած ձեր բարձրացնում։ Ողբալի վիճակ է մեր վիճակը, ողբալի, սուկ արեք, սուկ, որտեղ այսօր մարդ չի ապաշխարում, այսօր Քրիստոսի համար եկեղեցի մարդ չի գալի, այսօր պետք է պեչենի, վաֆլի, վուրկի, յաշի, վրեմ, բանտիկ, մեջը ֆլոմասեր, մետրով ծամում մի հատ բարբի խաղալիք բան, որ մեկը ձերը դրնի երեխու գա, երեխուս նվերը որդ է ապել։ Կարող նստեք, ժամանակ չունեմ նստելու, կարաս տաս էդ համ։ Չէ, չունեմ ոչ մի բան տալու, բայց ես մի բան եմ ուզում, սուկ եմ անում, սուկ։ Իմ մեջ շատ մեծ ներվածություն կա, որ այսօր շատերիդ խոսքը մարդկանց սրտին չի գտնում և մարդիկ չեն ապաշխարում։ Մարդիկ այսօր չեն դառնում Քրիստոսի։
Ժողովուրդ ջան, ես ավետարանչություն եմ արել, մի հատ պլիկային վերել 4 զրույք նասկի, 2 հատ էլ գլխան։ Վերցրեք, մի հատ ավետարան։ Ավետարան պահին քեզ 4 զրույք նասկի, պլիկեն դրուտ ենք։ Ժողովուրդ, անկեց եմ ասում, կարող ենք մտածում ենք, որ սա, բայց իրականում այսօր եկեղեցիներում շատ անգամ եկեղեցին պետք է զվարճանք լինի, զբաղմունք լինի, եկեղեցի կլոն են բերում, ցիրկի չիրեմ կապիկ են բերում, որպեսզի մարդիկ գան, բայց ես քեզ բան ասեմ, մենք քիչ ենք սուք անում, մենք քիչ ենք Տիրոջ առաջ սուք անում, լացում, ողքում, աղաղում, Տեր! Իմ տանում դրան ապաշխար մարդիկ կան, մենք շատ հանգիստ ենք տանում մեր ընտանիքի անապաշխար անդամների համար։ Հավատացյալներ կան, որ մտածում են, որ իրենց երեխան դպրոցում սովորեց, համալսարանում սովորեց, լավ գործ ընդունվեց, այդ այլ Աստծո չի պետք է։ Հայ եկեղեցին չէ, ասում Բաքուր ջան, քո տղան, քո աղջիկը, դե գիտես ոնք է բարի ժամանակ չի լինի։ Հասկանում ես, որ իրենցքի պետք է չի, որ իր աղջիկը աշխարհ 10 լավանա, իրանք ինչ փոխում է այդ այլ։ Մենք սուկ չենք անում մեր հարևանների, մեր բարեկամների, մեր ազգի համար։ Երեմիան ասում է աշքերս աղբյուր է դառել ջրի իմ ազգի երիտասարդների համար, որ փողոցների անկյուններում նստում են։ Վերջի անգամ, քանի անգամ ես սուտ արել քո ազգի փրկության համար, քանի անգամ ես աղոթել։ Մենք սքից դուրս ենք գալիս եւ սուկ չկա մեր կյանքում, եթե ամեն ինչ լավ է։ Երանի սքավորներին, որ նրանք կմխիթարվեն, այսինքն Սուրբ Հոգի մխիթարիչը նրանց կյանքում գործի։ Առաքյալները սուք էին անում, գիտես ինչի, որտեղ Հիսուսը գնում էր։ Իրանց տխուր էր, դա շատ վատ էր, որտեղ Հիսուսը գնում էր, մարդը կյանքում Տիրոջ ներկայությունը շուտ բանից գնացել է, ու իրան պետք չի, եղմարդ, պետք չի։ Տիրոջ ներկայություն ինչ է, մարդը Սուրբ Հոգով մկրտված, ասում Տիրոջ ներկայությունը, ասես, Որտեղ Սուրբ Հոգին արդեն տարիներով ներսը սառել է, ինքս չի հիշում վերջի անգամ երբ է ծնկել եւ Տիրոջ հետ ժամանակ հասկացել, երբ է առավոտ անուք վերկացել եւ ավետարանը կարդացել, ինքը մոռացել։ Ինքը հասել է իր ուզածին, ինքը հասավ է մարդ, իր ուզածին կտրվում է տեղից։ Վերջ, ճիշտ է, ինչ փրկիչ, ինչ բան։ Ես քեզ նորից ուզում եմ հիշեցնել։ Եթե դու չսքաս Տիրոջ հետ քո հանդիպման փափակ ունենալով եւ դու չգիտացես որ քո կյանքից Տերը գնացել է, այդ ուրիշ սքի կվերածվի քո կյանքի մեջ, բայց այդտեղ արդեն Աստված չի գործում։ Ես այսօր շատ եմ տեսնում սառած երիտասարդ քրիստոնյա, սառած, ինչ է գիտես, ինչ է 18 տարեկան, 10 տարեկան տուն է մնացել, 10 տարեկան չուզեց ոչ մեկ, չուզեց։ Ունենք 40 տարեկան կա վեճ ինչ ինքը 18 տարեկան։ Երանի հեզերին, որ նրան կժառանգեն երկիրը, գիտես Հիսուս ինչ ասեց։ Հա մարդը դեմքին նայում, ասես այդ տոշնիկ քո համար ասեց Հիսուսը, որ սքա, սուկ, սքի, բայց իրականում ուրիշ բանի համար սքում։ Ուրիշ բան։ Այն մարդիկ կան, ասես որ դեմք նայում ես միշտ թաղման արարողության մասնակից ոնց որ լինի։ Չես ասում, ինչ է տեղում են, ինչ է, ոչ շփում, ոչ խոսում, ոչ վրացում, ոչ աբում, ոչ մեջը խառնվել է, չի հասել, ուշադրության չի արժանացել, ոչ մեկ։ 10 տարի ականից եմ եկեղեցի, մեկը իմ վրա ուշադրություն չդարձրեց։ Բողոքականներ կան, իզուր չի է, որ են շարժում կարծում բողոքական, ջիջարով բողոքեն, որ ներս 7 տարի չի դզվի։ Բայց ես քեզ նորից եմ ուզում ասեմ, սուքը քո կյանքի մարմնավոր ու ֆիզիկական խնդիրների ու հարցերի լուծման համար թող չլինի սիրելիս, սուքը թող լինի Տիրոջ հետ քո կյանքի համար, որ հաջողվի։ Դուք պատկերացնեք Պետրոսը ինչքան սուք էր արել, որ ես քայլում էր, շատ կնդրում էր հիվանդը բուժվում էր, որ Տերը քեզ խոսք տա, հայտնություն տա։ Ես սուք էի անում Տիրոջը, որ ես Տիրոջ համար ամբողջ օրը չեմ ծառայում, դա իմ համար սուք էր։ Մինչև որ Տերը ինձ ողորմություն արեց, ասեց, արի ասեց,
Ես իմ թագավորության համար քեզ ամբողջովին կօգտագործեմ։ Փառք Հիսուսին։ Հալելույա։